Տերը նորից պիտի վերադառնա աշխարհ։ Այս անգամ արդեն ոչ թե երեխայի պես մանուկ պիտի գա, կնոջից ծնվի, որպեսզի առաջին Ադամի գործած անեծքը, մեղքը մաքրի, եւ այդ ցավերը, որ պատճառեց մարդուն, մաքրի սրբի Աստվածամայրը, այլ երկրորդ անգամ իբրև դատավոր պիտի գա, ամպերի վրա նստած իր հրեշտակներով պիտի գա դատելու։ Եվ հարց է տալիս Հիսուս. երբ որ ես գամ, արդյոք հավատք գտնեմ երկրի վրա։ Հարցնում է հավատք կգտնեմ, կգտնի հավատացող մարդկանց, բայց Տիրոջ հարց այսպիսին է՝ հրաշքներ գործող հավատք, զորավոր հավատք, սարերը շարժող հավատք, հրաշքները պատրաստող հավատք կգտնեմ մարդկանց մեջ, շատ դժվար պիտի լինի։ Երբ որ մենք խոսում ենք անցյալում կատարող հրաշքների մասին, միշտ հարցնում ենք, ինչու այսօր այդ հրաշքները տեղի չեն ունենում։ Պատճառը մեկն է՝ մարդկանց անհավատությունը, մարդկանց անտարբերությունը, մերժված ու դատարկ եկեղեցիները, փոքրացած սկիհերը, որ մարդիկ այնքան են հերվածվել, հաղորդողներ չկան Տիրոջ մարմնից եւ այլնից։ Սկիհերը փոքրացել են, նշխարքը փոքրացել է, որովհետեւ հատկապես տղամարդիկ այսօր դատարկ են եկեղեցիներից չկան։ Եվ բոլորը ասում են ժամանակ չունենք։